Այս պահին ինչ տվյալներ ունեք, եվ փոխվել է եւ ինչ կարգավիճակում 17 բերման ենթարկվածի մասին է խոսքը, դուք տեսաք, որ մեր ինքնաբուխ հավաքի խաղաղ մասնակիցները ինչպես բերման ենթարկվեցին անհասկանալի պայմաններում եւ արդեն 2.5 ժամ են նրանք գտնվում են անազատության մեջ։ Ես քիչ առաջ զրուցում էի փաստաբան Վահան Հովհաննիսյանի հետ, որը վերջին տեղեկությունները ինձ հայտնեց։ Այս պահի դրությամբ որևէ արձանագրություն կազմված չէ եւ բերման ենթարկված մեր հայրենակիցները ապօրինաբար փաստացի գտնվում են անազատության մեջ։ Սա փաստաբանները գնահատում են որպես նրանց իրավունքների կոպիտ խախտում, շեշտեմ 17 անձ է բերման ենթարկվել, նրանք խաղաղ մեր աջակիցներն են, Սամվել Կարապետյանի աջակիցներն են եւ այս բերման ենթարկելու փաստը եւ նախորդ 2 օրերի զարգացումները կրկին վերահաստատում են մեր այն պնդումները, որ իշխանությունները գտնվում են ըստ էության խուճապի մեջ, իշխանությունները վախեցած են, ուստի գործիքակազմը իրենց ձեռքին արդեն խաղալիք դարձած գործի են դրել եւ փորձում են նմանատիպ գործողություններով փորձել ճնշել։ Կարգավիճակ այս պահին չկան, ինչպես հասկանում եք, որևէ արձանագրություն կազմված չէ, կրկնեմ, ինչպես փոխանցեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը 2.5 ժամ շարունակ նրանք փաստացի գտնվում են ապօրինի անազատության մեջ։ Այսքանը այս պահին, շնորհակալություն։ Դուք տեղեկություն ունեք, կոնկրետ ինչպես ստեղծվել բախումները, որովհետև մարդիկ շատ որևէ էին։ բախման մասին խոսք լինել չի կարող, ես նորից եմ ընդգծում, այստեղ հավաքված են Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի աջակիցները, մեր կուսակիցները, մեր համախոհները, պարզ քաղաքացիներ, որոնք հաշտ չեն այսօր կատարվողի հետ, մարդիկ այստեղ են եւ սպասում են Սամվել Կարապետյանի վարկյան առաջ ազատ արձակմանը եւ դրա համար է այս ինքնաբուխ հավաքը, կրկին ուզում եմ շեշտել, հավաքը խաղաղ է, ինքնաբուխ է, որևէ բախման մասին խոսք լինել չի կարող, գուցե եղել է իրենց կողմից սադրանք, կադրերը արդեն ինքնին վկայում են, կարծում եմ հրապարակվել են եւ դուք ինքներդ կարող եք գնահատել։ Շնորհակալություն։